Այսպես շարունակելն անկարելի է, երկրորդ քահանան է այս խոսքերով ընդվզում հոգևոր վերնախավի դեմ։ Հովանավանքի քահանա Տեր Արամից հետո հիմա էլ Տեր Թադեն է Թալինի հոգևոր հովիվը։ Ես միանում եմ Տեր Արամի արդար ձայնին, քանզի այլևս չեմ կարող լուռ մնալ։ Ես Տեր Արամի խոսքում տեսնում եմ ճշմարտության ձայն, ոչ թե ապստամբության կոչ։ Դրանի պատասխան արդար խոսքը պատժվում է, իսկ հայհոյախոս խավարը քահանայի պատմուճանի տակ ողջունվում։ Տեր Թադե քահանա Թախմազյանը ցավով է նկատում եկեղեցական զազրելի բարքերի մասին ահազանգելուց հետո Տեր Արամ քահանան թիրախ է դարձել։ Նրան եղբայր քահանաները ոչ թե քննադատում են, այլ ըստ Տեր Թադեի հայհոյում անդաստիարակ սրիկաների պես։ Սա վկայում է, որ մեր եկեղեցու ներսում եղբայրսիրությունը վտանգված է, իսկ ազատ խոսքն անարգված։ Քահանաների նկատմամբ եպիսկոպոսաց դասի ճնշումների, ազատ խոսքի արգելքի, բռնությունների մասին Տեր Արամն էր գրել։ Նրանց ֆեյսբուքյան տեքստերում եկեղեցական բարքերի քննադատություն է այս ինստիտուտը նորոգելու անհրաժեշտությունը, բայց բառ չկա այն մասին, թե արդյոք միանում են Նիկոլ Փաշինյանի հռչակած հակակաթողիկոսական արշավին։ Հունիսից վարչապետը վեհափառի գահը Գարեգին II-ից ազատելու գործ է ձեռնարկել եւ ապավինում էր ամուսնացյալ քահանաներին։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ 700 քահանաներից հրապարակային քննադատություն առայժմ երկուսն են ասել։ Եվ բարի երեկո թանկագին գանձեր, այսինքն Թավշյա հաղթանակած հեղափոխության նվիրյալներ։ Վանաձորցի ՔՊԱ-ական ակտիվիստ Ռոբերտ Աղազարյանը Տեր Թադեի աղմկոտ մեղադրանքներից հետո հայտարարեց միայն այս երկուսը չեն։ Այսպիսի հոգևորականներ շատ կան, ուղղակի ոմանք վախենում են, ոմանք չեն ուզում զրկվել աշխատանքից, ծառայությունից։ Այո, Վանաձորում էլ կան հոգևորականներ գործող, սակայն դեռ սպասում են։ Աղազարյանը գուգարքի թեմում քարոզչության պատասխանատու է եղել շուրջ 25 տարի առաջ։ Պնդում է կան քահանաներ, որ աջակցում են Փաշինյանի սկսած գործին, բայց դեռ չեն խոսում։ Թեմի քահանաները հայտարարություն են տարածել, որում Աղազարյանի հայտարարություններն անպատասխանատու ու կեղծ են որակում եւ արգելում որևէ մեկին իրենց անունից խոսել։ Գուգարքի թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը վստահեցնում է, թեմի 17 քահանաներն էլ համախմբված են, անհնազանդներ չկան։ Մեր թեմից չի կարող լինել, որովհետև բոլորն էլ հասուն մարդիկ են, գիտակից մարդիկ են եւ բոլորն էլ դատապարտել են։ Եկեղեցական բարքերը կոշտ քննադատած երկու քահանաներն էլ նույն Արագածոտնի թեմից են։ Այս թեմի առաջնորդը կաթողիկոսի քրոջորդին է Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Թալինի հոգևոր հովվի Տեր Թադեի էջը լի է նրա լուսանկարներով ու թեմի հայտարարություններով, թե կանգնած են կազգընտիր վեհափառի կողքին։ Քահանայի էջում նաև որդիական շնորհակալությունն են կարդում ուղղված կաթողիկոսին ու Մկրտիչ եպիսկոպոսին իրեն Միացյալ Նահանգների արևմտյան թեմ ուղարկելու առիթով։ Ինչու էր այս քահանան լռում նախկինում եւ ինչու է խոսում հիմա հակակաթողիկոսական արշավի այս փուլում։ Տեր Թադեն հարցազրույցից հրաժարվեց։ Դատելով Արագածոտնի թեմի առաջնորդի անցկացրած քահանայական ժողովների լուսանկարներից ձայն հանելը այս կողմերում բարդ գործ է։ Սրբազանի ծանր հայացքի ներքո շատ մռայլ դեմքերով շարված են քահանաները։ Չեմ տեսնում դրա մեջ ինչ որ սոսկալի մի մեղք, ինչ որ հեղափոխական ինչ որ բաներ, այդ ամենը մենք ուսումնասիրենք, հանգիստ կքննենք ի վերջո ամեն մի ուրեմն ինստիտուտում կա իր ներքին կադրային հարցերը, կա իր ներքին կարգապահական հարցերը եւ դրանք այն բաներն են, որոնք բնավ չի հուզում այսօր մեզ ինչ-որ ձևով։ Հուզված չենք, անհանգիստ չենք, ասում է Մայրաթորի կարգապահական հանձնախմբի ատենապետ Նաթան arczepiskopos-ը։ Կարծում է երկու անհնազանդ քահանաներին կարգալույծ անելն այն է, ինչ իշխանությունը կուզեր։ Ենթադրվում է հենց այդ պատճառով էլ Մայրաթորը այդ հարցը դեռ չի քննարկել։ Իսկ չի քննվել, ինչ կարգալույցի մասին է խոսում։ Առաջիկայում այնուամենայնիվ երկու քահանաների հարցը Մայրաթորում քննվելու է, տեղեկացանք էջմիածնական եպիսկոպոսներից մեկից։ Մինչև այդ Նիկոլ Փաշինյանի կուսակցական ընկերները ծափահարում են նրանց։ Եկեք քաջալերենք նրանց ծափահարություններով, նաև կառավարող ուժի այս համաժողովի։ Քաղաքացիական պայմանագրի համաժողովում վարչապետ Փաշինյանը վերահաստատել էր վեհարանը պիտի ազատեն, ասել է նուրբ հարց է կգործենք նրբորեն։ 4-րդ ամիսը լրացավ վեհարանը վեհի շարժումը, մերթ ընդ մերթ ցնցում է համացանցը եւ միայն այդքանը։